Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր 5 շաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Արդար Հայեմի եթերում Առականի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ Վարդուհի Պալոյանն է, ողջույն։ Տիրոջ հանդեպ երկյուղն ու մարդկանցից ամոթն է մարդու կյանքի ընթացքն ուղիղ պահող սանձերը, առանց որոնց մարդիկ մեղանչում են եւ կուտակում բազմաթիվ մեղքեր։ Առաջիկայում Դատավորի կիրակին է եւ այսօրվա առակազրույցին կներկայացնեմ Գրիգոր Տաթևացու մեկնությամբ անիրավ Դատավորի առակը, այնուհետև Վարդան Այգեկցու փող տալ առանց վկայի առակը։ Իսկ մինչ այդ կանդրադառնամ դատաստանագրքի դատավորներին եւ դատաստաններին վերաբերող դրույթներին։ Դատաստանագրքում գոշը դատարաններն այսպես է ներկայացնում։ Դատաստարանը թարգմանվում է դատել, որ է քննելը, իսկ աստանն այնտեղն է, որտեղ քննում են, որ է դատարանը կամ քննարանը, որովհետև քննելով է, որ իմաստունները պատասխանատվության են ենթարկում անուղղելի մարդկանց։ Եվ արդյոք տանք, թե ովքեր են դատավորները։ Զիտատը 3 կերպ են իրագործում՝ բարի, չար եւ միջակ։ Եվ պարտավոր է, որ դատավորները քննեն ոչ թե չարի հորդորներով, այլ իմաստությամբ։ Եվ արդ այս ամենից ելնելով հույժ կարևոր է, որ դատավորները լինեն իմաստուններ, ուսման եւ հանճարի մեջ, որպիսի Աստծո կամքի կատարողները լինեն եւ հոգեվորների եւ մարմնավորների համար, որպիսի դատաստանները ճշմարիտ կատարեն, նաեւ լինեն բարեմիտներ։ Արժանը այն է, որ դատավորները լինեն անկաշառ, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունի աչքերը։ Դատաստանի ժամանակ դատավորները երկայնամիտ լինեն, աննախանձ, անօխակալ, անհիշաչար, նման Աստծո կողմից նշանակված դատավորի եւ պարտավոր են Աստծո նմանությամբ մարդասիրություն բերել ամեն ժամանակ եւ առավել դատաստանի ընթացքում։ Ստեղծելով ազգային օրենսգիրքը, ահա այսպես է Մխիթար Գոշը ներկայացնում դատավորներին եւ դատարանները, նպատակ ունենալով դատաստանագիրքը ծառայեցնել ընդհանուր ազգային շահերին եւ հայ ժողովրդի քաղաքական ինքնորոշման գործին։ Այժմ անդրադառնամ Վարդան Այգեկցուն, որն ունի դատավորների վերաբերյալ բազմաթիվ առակներ եւ այսօր կներկայացնեմ փող տալ առանց վկայի առակը։ Երկու ընկեր գնում են հերուքաղաք աշխատանքի եւ 1 տարի անց վերադառնում են, մեկը բավական գումար վաստակած, իսկ մյուսը ձեռնունայն։ Երբ հասնում են քաղաքի դարպասների մոտ, աղքատ ընկերը խնդրում է իր հարուստ ընկերոջից պարտքով գումար տալ, որպեսզի կարողանա հոգալ իր երեխաների եւ ընտանիքի կարիքները։ Խոստանում է 1 տարի անց վերադարձնել գումարը եւ ասում է. «Համարենք, թե գերությունից գնել ես քո հոգու համար»։ Ընկերը խղճալով տալիս է գումարը եւ յուրաքանչյուրը գնում են իրենց գործերին։ 1 տարի անց վերադառնում է ընկերոջ մոտ եւ պահանջում վերադարձնել պարտքը, սակայն ընկերը հրաժարվում է, ասելով, որ ոչինչ պարտք չէ։ Գնում են դատավորի մոտ։ Դատավորն հարցուփորձ է անում եղելությունը պարզելու համար եւ հարցնում է, արդյոք ունեն որևէ գիր կամ վկա, որ իրականությունը ներկայացնի։ Սակայն պարզվում է, որ նրանք չունեն որևէ գիր, որևէ վկայություն եւ այնուհետեւ դատավորը հարցնում է. այնտեղը, որտեղ գումարը տվել են, եղել է արդյոք որևէ կենդանի, ձի, գրաստ, ծառ, թուփ կամ քար։ Եվ պարտք տվողը ասում է, որ մի հսկայական ժայռ է եղել եւ այդտեղ էլ նա տվել է գումարը։ Ասում է. ի վեր Աստված էր եւ ի վայր մեկ երկուքս, այսինքն վերև Աստված էր եւ ներքևում մենք երկուսս էինք։ Մի քարատակ էր, նստեցինք, խղճացի եւ տվեցի եւ յուրաքանչյուրս գնաց իր տուն։ Այդ ժամանակ դատավորը նրան ուղարկում է ապարաժից որևէ քար պոկել բերել որպես վկայություն եւ պարտք տված ընկերն անմիջապես գնում է, որպեսզի կատարի դատավորի հանձնարարությունը, քանի որ շատ էր ցանկանում հետ վերադարձնել իր գումարը։ Երբ նա գնում է, դրամն ուրացողը դառնալով դատավորին ասում է, որ 1000 լուծել տանի չի կարող որևէ քարի կտոր պոկել եւ բերել, որովհետեւ քարը հսկայական էր։ Նույն պահին դատավորն հետ է կանչում դրամի տիրոջը, քանի որ պարտապանն ինքն էր վկայություն տվել իր իսկ դեմ, եւ ասում է, թե գնա եւ տուր զյուր դրամն 5-ն, զի դու եղեր վկա, որ պարտիս, եւ պարտականն ամոթահար վճարում է պարտքը։ Ինչպես մեկնաբանում է Այգեկցին, հենց այսպես պետք է լինի դատավորը, որ գտնի ելքեր արդարի իրավունքը հնարամտորեն պաշտպանելու համար։ Այժմ անդրադառնամ անիրավ դատավորի առակի մեկնության ըստ Տաթևացու։ Մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Նախ Տաթևացին հաստատում է, որ քանի որ Աստված արդար դատավոր է, ուստի առակի խոսքը նրան չի պատշաճում։
Մի մասն ասում են, թե աշխարհի դատավորներն ու իշխանավորները եւ ազգերի թագավորներն են անարդար դատաստան տեսնում։ Սակայն այս էլ ճշմարիտ չէ, որովհետեւ նրանցից ով է, որ ոչ Աստծուց է վախենում, ոչ էլ մարդկանցից է ամաչում։ Իսկ ոմանք ասում են, շարունակում է Տաթևացին, թե քաղաքը եկեղեցու հոգևոր առաջնորդն է եւ դատավորը, սակայն նրանք անիրավ դատավորներ չեն, քանի որ երկնչում են Աստծուց։ Փաստորեն ըստ Տաթևացու աշխարհի եւ քաղաքի իշխանավորներն ու թագավորները պետք է ունենան Աստծո երկյուղը եւ ամաչեն մարդկանցից իրենց վատ եւ անիրավ արարքների համար։ Եվ ուրեմն այս առակի խոսքը ասվում է յուրաքանչյուր մարդու համար, որ Աստծո կողմից շինված քաղաք է եւ ըստ այն խոսքի, թե Աստծո կենթանի տաճար եք։ Իսկ դատավորը միտքն է, թշնամիները մարդու հոգին եւ մարմինը։ Այսպիսով ահա թե ինչպես է քաղաքը համեմատվում մարդու հետ։ Համեմատության կարգն այսպես է, գրում է Տաթևացին, ինչպես որ մի տեղում հավաքվում են ու քաղաք շինում, որպիսի միմյանց կարիքները լրացնեն, այսպես է նաև մարդը։ Միտեղ են հավաքվում հոգին ու մարմինը, զգայարաններն ու միտքը եւ սրանց նման եւ ոչ նման այլ մասեր, որ օգնում են միմյանց, որովհետեւ մարմինը սպասավորում է հոգին, իսկ հոգին շարժում է մարմինը։ Միտքն ուսուցանում է, իսկ զգայարանները ծառայում են եւ այսպիսով օգնում են միմյանց։ Կրկին անգամ, ինչպես որ քաղաքը պարիսպներ ու դռներ ունի, բնակիչներ եւ իշխաններ, տնտեսություն եւ հարստություն, այնպես էլ քաղաքն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ, զգայարանները, բնակիչներ հոգին, իբրև իշխանավորներ միտքը, իբրև զինվորներ ցանկությունն ու ցասումը։ Իսկ ունեցվածքի հարստություններն են հավատը, հույսը եւ սերը, որոնք գերագույն եւ աստվածային առաքինություններ են, ինչպես նաեւ խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը եւ արդարությունը, որոնք ստացական առաքինություններ են եւ հոգեվոր ունեցվածքներ։ Այո, քաղաքի իշխան չի կարող լինել նա, ով ունեցվածքի կարոտ է, անողջախոհ, անարի, կաշառառու եւ անամոթ։ Խոսելով բանականության մասին Տաթևացին նշում է. բոլոր բանականներն ակամա ազատ կամք ունեն, որովհետև բանականության հետ ներս է մտել ազատ կամքը։ Քանի որ բանական ենք, ապա ակամա պարտադրված ենք լինել անձնիշխան։ Քանի որ ստեղծված ենք, մեր ազատությունն էլ փոփոխական է, այսինքն տատանվում ենք բարու եւ չարի միջև։ Տես, որ մարդուն անձնիշխանություն եւ ազատ կամք է տվել Աստված, որպիսի ազատ կամքով ընտրի բարին։ Իսկ երբ միտքը պարպվում է բարի մտքերից, այն ժամ կարգը խախտվում է եւ առաջնային միտքը դառնում է վերջինը։ Զգայությունը փապկանալով մարմնական հաճույքների հետ իր հետ քարշ է տալիս մարմինը, իսկ մարմինը արյունը շունչը, շունչը հոգին, իսկ հոգին միտքը։ Եվ հոգին, երբ թողնում է Աստծո կամքը, բարի գործերից այրի է մնում, այսինքն անպտուղ, անտեր եւ անխնամակալ, ատելի եւ ամեն տեսակի բարիք պակասում է նրանից։ Հետաքրքիր անդրադարձ ունի դատաստանագրքում կոշը մարմնի եւ հոգու փոխկապակցվածության վերաբերյալ։ Կանոնական սահմաններն հոգու համար են ուղիչ, իսկ սա հոգին ուղիչ է մարմնի համար։ Ինչպես տեսնում ենք, քաղաքը մարդն էր, իսկ դատավորը մեղավոր միտքը, իսկ անտեր ու անպտուղ այրին հոգին, որ ուղիչ է մարմնի համար եւ այսպես նա գնում է դատավոր մտքի մոտ նրա միջոցով ուղղելու թշնամի մարմինը, որը զրկում է իրեն բարիքներից եւ հեռացնում է Աստծո կամքը կատարելու ցանկությունից։ Իսկ միտքը մարմնի հետ մեղանչելով ոչ կամենում էր լսել հոգուն եւ ոչ դատել, որի պատճառով էլ անիրավ դատավոր է կոչվում։ Բայց հետո սթափվելով ասում է. եթե բարեկամության համար չեմ անում, սակայն թախանձանքի պատճառով նրա դատը տեսնեմ, որպեսզի ինձ չանհանգստացնի։ Այս երևույթը Տաթևացին անվանում է խղճմտանք։ Այսինքն խղճմտանքը քննադատում է մտքին անիրավության համար։ Այն ժամանակ միտքը զղջալով դարձի է գալիս եւ արդար դատաստան տեսնում, այսինքն ապաշխարությամբ եւ զղջմամբ հրաժարվում է մեղքերից եւ հանգիստ գտնում խղճմտանքով։ Աստված ամեն ինչ տեսնում է եւ նա ուղակի ողորմելով ներում է, որովհետեւ գիտի, որ կապաշխարենք եւ կապրենք։ Ինչ էր դատավորն անիրավությամբ անում, Աստծուց չէր երկնչում եւ մարդկանցից չէր ամաչում, քանի որ այս երկուսն են, որ մարդկանց հետ են պահում մեղքեր գործելուց։ Սրանք այն սանձերն են, որոնք ուղում են մարդու ճանապարհը։ Խոսելով արդարության կարևորության մասին Մխիթար Կոշը գրում է, որ օրենքների դիտավորությունը մեղքերի կրճատելն է եւ չարին վերջ դնելը, որի արդյունքում դառնում ենք համամիտ եւ համակարծիք եւ հաստատվում է Աստվածային գլխավոր պատվիրանը՝ սերը։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ հինգշաբթի։ Ամենայն բարի կամքի տեր մարդկանց եւ թող իմաստությունը լինի մեր մտքերի եւ գործերի արդար առաջնորդը։
Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր 5 շաբթի ժամը 20-ին Արդար հայ է միտք